Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի մասին պատմությունները շարունակում են լայն տարածում գտնել ամբողջ աշխարհում։ Զբոսաշրջային ուղղությունն ընտրած բլոգերների հերթական խումբն է Հայաստանում։ ՀԱՕԿ նախագահի օգնական 44-օրյա պատերազմի մասնակից Էրիկ Եղիյանն է ուղեկցում հյուրերին։ Մաշա Գարիչովան տուրիստական հետաքրքիր վայրերը բացահայտում է ամբողջ աշխարհում։ Ասում է ամեն ինչ պետք է իմանա արձանի մասին, որ պատմի սոցցանցերի իր 14 միլիոն հետևորդներին։ Приехать и просто смотреть и такой, я вот, а там миллион. Простите, просто это правда, я как-то... Մտածում էի, որ նոր էմոցիաներ կունենամ, բայց այն ինչ զգում եմ հիմա դժվար է բառերով փոխանցել։ Это уже очень мощно. Արձանն արդեն շատ հզոր է, նշանակության մասին էլ չխոսեմ, Հայաստան եկել եմ փրկչի արձանի համար, բավական շատ նյութ եմ հավաքել, մեծ հոլովակ եմ պատրաստելու, ձեր երկիրը շատ կոլորիտային է, միշտ ցանկալի է լինել հետաքրքիր վայրերում ու սեփական տպավորությամբ դրանք ներկայացնել հանրությանը։ Արվեստանոցից հյուրերը շարժվում են դեպի Հատիս, որտեղ շինարարական աշխատանքներն անկախ եղանակային պայմաններից չեն դադարում։ Արդեն հայտնի է, որ ճոպանուղին շահագործման կհանձնվի գարնանը, եւ այս լուրը շատ է ոգևորել մարդկանց նաեւ մեր երկրի սահմաններից դուրս։ Ձյունապատ ճանապարհը շարունակում են դեպի Լեռան-Գագաթ։ Հյուրերին ներկայացնում են շքեղ կառույցի մանրամասները։ Ամենատպավորիչը հայկական զարդանախշերն են, խաչքարերը։ Խոստովանում են, որ առաջին անգամ են այսքան մոտ հայկական քանդակագործական արվեստին։ Մաշան շինհրապարակից մի կտոր քար է վերցնում որպես խորհրդանիշ։ Вот кажется, да, какой-то вот просто камешек, а представляете, сколько в нем сил? Թվում է փոքր քար է, բայց գիտեք այն ինչքան էներգիա ունի, հրաբխի քար է, այս նմուշը իր պատվավոր տեղը կզբաղեցնի իմ հիշողությունների անկյունում։ Это крутой сувенир, это крутой сувенир. Մի քանի օր է Հայաստանում են Արարատը տեսնելու ցանկությունը միայն այսօր իրականացավ, այն էլ Հատիսի գագաթից։ В этом году еще были в Рио. Այս տարի նաև Ռիոյում ենք եղել, բայց այստեղ մասշտաբը այլ է։ Մեր շուրջը վեր հառնող լեռները, պատկերն ուղղակի աննկարագրելի են դարձնում։ Спасибо большое за такую возможность. Շատ շնորհակալություն այս հնարավորության համար։ Ես նաև Լիսաբոնում եմ եղել, այնտեղ Հիսուս Քրիստոսի արձան կա, բայց փոքր։ Զբոսաշրջային ուղղությունը Հայաստան ոչ միայն այս ոլորտը զարգացնելու, այլև քրիստոնեական ինքնությանն առնչվող բազմադարյա պատմությունը աշխարհին ներկայացնելու մեծ ու կարևոր քայլն արված է։ Փրկչի արձանն արդեն դարձել է այն նախագիծը, որի շնորհիվ Հայաստան անունն ավելի բարձր կհնչի աշխարհում։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։